ծառայություն ենք իրականացնում, հասարակական կարգ ենք պահում։ Ոստիկանության պետի պաշտոնում 2 տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին վարչապետն ազատել է պաշտոնից, ինչու ոչ կառավարությունը, ոչ էլ ներքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանում։ Վարչապետն ինչ դժգոհություն ուներ Հովհաննիսյանից, արդյոք պատճառը հանցավորության, մահացու վրա երթերի թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է, հանրությանը գործադիր իշխանությունը բացատրություն չի տվել։ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում աչքի ընկավ վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ arczepiskopos Գալստանյանի փողոցային պայքարի ժամանակ։ Կանոնությունը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում։ Տարիա 3 էլի կիրառվում։ Աստված չանի դրա կարիքը լինի։ Ինչպես միշտ գործելու ենք օրենքի շրջանակներում։ 35 տարի ուժային համակարգում աշխատած 58-ամյա Հովհաննիսյանն անցած տարի անձամբ էր ղեկավարում ընդդիմադիրների բողոքների ակցիաների ժամանակ ստորադասների գործողությունները, նրա աչքի առաջ էին ընդդիմադիրներին բերման ենթարկում վնասվածքներ պատճառելով, փողոց փակող ցուցարարներին էլ լակոտ էր անվանել։ Մայթեզրին ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել։ Տեսախցիկներով որ փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես այնտեղ, բա ինչ պետք է անեն։ Այդպիսի որակումներ։ Բա ինչ ասեմ, չի կարելի ժողովուրդ։ Հենց նրա օրոքել 1 տարի առաջ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Մայրաքաղաքի Բաղրամյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքների մասնակիցների նկատմամբ։ Մինչ օրս էլ ոչ երկվել, ոչ հաստատվել են կասկածները, որ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցույցը ցրեցին այդ ժամանակ արգելված տեսակի Զարյա 3 նռնակներով։ Միայն ժամանակը ցույց կտա իրական նպատակը որն էր։ Եվ ոչ մի հաշվետվողականություն վարչապետի կողմից ազատության այդ զրույցում ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Կոնկրետացում կլինի թե չէ, ըստ այդմ մենք կհասկանանք։ Սա բանի շրջանակներում է, նախընտրական տարվա շրջանակներում է, թե մենք արդեն ուղղակի ինչ որ դեպք իրադարձություն ունենք, որը տեսանելի դաշտում չի, մեզ համար տեսանելի չի, հասարակության համար տեսանելի չի, հետեւաբար ուղղակի տենց ներքին գուցե գզվռտոցների, գուցե տենց անհամաձայնությունների, բայց ես չեմ կարծում, որ պարոն Հովհաննիսյանը մարդկանցից է, ով ինչ որ հարցում իշխանությունների հետ կարող է անհամաձայն լինել, անկախ դրանից թե ով է օրվա պաշտոնյան։ Մինչդեռ իր կառավարումը ժողովրդավարական հռչակած Փաշինյանը պարտավոր է գոնե 2 տողով տեղեկացնել հանրությանը, թե ինչու է ընտրություններից 1 տարի առաջ աշխատանքից հանում բարձրաստիճան ոստիկանին, նոր աշխատանքի է տանում, թե դժգոհ է ոստիկանությունից ու ոստիկանությունում նրա գործունեությունից։ Բոլոր դեպքերում ու իրավիճակներում, որտեղ որ քաղաքասարակության ճիշտ է, գուցե փոքր մասը քննադատել է եւ տեղին է քննադատել ոստիկանության գործողությունները, իշխանությունները եւ իշխանության հարակից տարբեր պաշտոնյաներ կլինեն, քաղաքասարակության ներկայացուցիչ կլինեն, շատ գոհ են եղել այս մարդու աշխատանքից եւ առնվազն անտրամաբանական է եւ անբացատրելի է իր աշխատանքից հեռանալը։ Արամ Հովհաննիսյանն այս պաշտոնը թողնում է ընտանեկան բիզնեսն ընդլայնած։ Ըստ հետքի նրա որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, զավթել Մայրաքաղաքի հողամասեր, այդտեղ ապօրինի շինարարություն արել, հետո օրինականացրել տարածքը։ Նաեւ հետաքրքիր ձեռքբերումներ էր իր ընտանիքի անդամները ունեցել եւ պիտի որ նեղացած չհեռանա թե նախկին իշխանություններից, թե ներկա իշխանություններից, մարդու տենց լավ հնարավորություններ են տվել, լավ հետաքրքիր բոնուսներ է ստացել իր ծառայության ընթացքում։ Արամ Հովհաննիսյանի հեռացման պատճառը չբացահայտող վարչապետն ամիսներ առաջ էլ SMS-ով պաշտոններից հեռացրել էր իրավապահ կառույցների առաջին դեմքերին։ Կիրակի օրով ազատման դիմումներ էին գրել ներքին գործերի նախարարը, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, բարձրագույն դատական խորհրդի ղեկավարները, տարածքային կառավարման նախարարը։ Մենք չենք հասկանում որպես հասարակություն ինչն է պատճառը մարդուն հեռացնելու։ Իշխանամերձ Արարատ Նյուզն այսօր գրել է, թե Հովհաննիսյանին փոխարինելու է Լոռու մարզպետը, որն այսօր հայտնեց, որ հեռանում է այդ պաշտոնից։ Պաշտոնական հաստատում, սակայն մինչև այս պահը չկա։ Արամ Ղազարյանը մինչ մարզպետ նշանակվել է 20 տարի աշխատել է իրավապահ համակարգում, ոստիկանության մարզային վարչություններում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2024 թվականի հունվարին նշանակվելով Լոռու մարզպետ համալրեց իշխող ուժի շարքերը, բայց այսօրվա հայտարարության մեջ գրել է, որ դուրս է գալիս նաև կուսակցությունից, անցնելու է այլ աշխատանքի, թե որտեղ չի մանրամասնել։ Ղազարյանն այսօր նաև խոստացավ պատասխանել ազատության հարցերին, ապա հրաժարվեց ու փոխանցեց, թե հայտարարությանն ավելացնելու բան չունի։